2001 թվականի ապրիլի 15-ին Վաչե Գրիգորյանը գրեց անկեղծ սեր երգը։ Այս երգը եղավ նրա այցեքարտը դեպի երգարվեստ, որն իր 2002-ի ամռանը նրան տարավ մեծ բեմ։ Երգը միանգամից սիրվեց հանդիսատեսի կողմից։ Այդ տարիներին Վաչեին ճանաչողները նրան հանդիպելիս երգում էին այդ երգը։ Երգը գրվել է Հովհաննես Շիրազի թագադրում բանաստեղծության խոսքերով, ապա կար ժամանակ անց Վաչեն գրում է նաև երգի խոսքերը։ Երգը գործիքավորվել է 3 անգամ, բայց ընկերական ու մասսայական միջոցառումներին երգել են նաև դաշնամուրի նվագակցությամբ։ Այս երգով հեղինակային Մայրիկիս բանաստեղծությունով եւ Աշուղ Աշոտի Սարերի եղնիկ երգով 2002-ի աշնանը Վաչեն մասնակցում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ցուցահանդես փառատոն համաժողով երրորդյա ֆորումին եւ կանադական կազմակերպության կողմից արժանանում հատուկ պատվոգրի։ Անկեղծ սերը երգը այսօր էլ սիրված է եւ չկա մի միջոցառում ընկերական հավաքույթ կամ համերգ, որտեղ Վաչեին չխնդրեն, որպեսզի կատարի այդ երգը։ Երգի հաջողությունը կայանում է նրա ճիշտ եւ գրագետ ներկայացնելու, բարձր կատարելու, ձեռքից ձեռք անցնելու եւ սիրված լինելու մեջ։ Երբ գրում էի այս երգը, դեռևս սովորում էի դպրոցում։ Պատանեկան սերը ապրիլյան անձրևային եղանակը խառնելով շիրազյան պոեզիայի ստացա այս մնայուն ստեղծագործությունը իր հարցազրույցներից մեկում նշել է երգիչը։ Դրանից հետո ծնվել են շատ երգեր, բայց անկեղծ սեր երգը Վաչեի ամենասրտառուչ եւ հոգեհարազատ երգերից է։ Բակային ճամբարներ կազմակերպող, դպրոցական բոլոր միջոցառումներին մասնակցող, ակտիվ երիտասարդը ժողովրդական աշուղական էստրադային, քաղաքային, հեղինակային եւ օտարելեզու իր ինքնատիպ մեկնաբանմամբ այսօր էլ իր բազմոլորտ գործունեությամբ շարունակում է լինել սիրված երգիչը իր համայնքում։ Պրոպագանդելով դիլիջանյան կոլորիտը իր մաքրամաքուր կատաղումներում հրապարակման ներկայացրեցին Անահիտ Ավագյանը եւ Արթուր Տեր-Սահակյանը։